Շաբաթներ առաջ Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքին տեղադրեցին ամրաններ, որպեսզի կարողանան մաքրել աշտարակի տարիների փոշուց սևացած հատվածներն ու կատարեն վերանորոգման այլ աշխատանքներ։ Բարձունքից իջեցրին Քրիստոսի 16 առաքյալների քանդակները։ Օրեր անց հենց այդ նույն վայրում հրդեհ բռնկվեց։ Գմբեթն ամբողջությամբ մոխիր դարձավ, իսկ աշտարակի մասին հիմա միայն լուսանկարներն ու տեսագրություններն են խոսում։ Ça m'a fait mal au cœur un peu. Երբ փլուզվեց տաճարի տանիքը, սիրտս կոտրվեց։ Արդեն քանի օր է միտքս մշտապես այստեղ է։ Միստիկ պատմությունների սիրահարները պատճառը տեսան սրբերի արձանների իջեցնելու թիկունքում, իսկ նախնական վարկածով հրդեհի բռնկումը էլեկտրականության կարճ միացման հետևանքով էր, բայց դեռևս պաշտոնական եզրակացություն չկա։ Մի կողմից շատ տխուր է, բայց մյուս կողմից չեմ անհանգստանում։ Գիտեմ, որ աշխարհը մեր կողքին է։ Աստվածամոր տաճարում էին պահվում Քրիստոսին խաչին գամած մեխերից մեկը, ինչպես նաև խաչից ֆրագմենտ ու փշե պսակը։ Պատմական իրերն այժմ Լուվրում են։ Աղետի հաջորդ օրը տաճարն այսպիսի տեսք ուներ։ Խորանը քանդվել էր, բայց խաչն անվնաս իր տեղում էր։ Սպասավորներն ափսոսում են հրդեհի ազդանշանները միանալուց հետո տարհանել են զբոսաշրջիկներին, հետո իրենք են փորձել գտնել ծխի օջախը, արդյունքում 23 րոպե կորցրել են։ Հենց առաջին պահից դեպքի վայրում գործի էր անցել միանգամից 50 հետաքննիչ։ Միջազգային մամուլը գրեց, որ այդ քանակի փորձագետներ նույնիսկ վերջին տարիների ահաբեկչությունները բացահայտելու համար չեն աշխատել։ Les pompiers ont combattu au péril de leur vie. Հրշեջներն իրենց կյանքը վտանգելով կրակն էին մարում, ֆրանսիացիները հուզված էին, օտարազգիները լացում էին, լրագրողներն այս ամենի մասին պատմում, իսկ լուսանկարիչները ցույց էին տալիս սարսափելի պատկերները։ Յուրաքանչյուրն իր դերում արեց այն, ինչ կարող էր։ Վստահաբար հայտնում եմ, մենք կառուցող ժողովուրդ ենք, մենք կվերակառուցենք Նոտրդամը ավելի գեղեցիկ։ Ցանկանում եմ, որ այն վերականգնենք 5 տարվա ընթացքում։ Աշխարհի լրատվամիջոցների թոփ լուրը 9 ժամ հրդեհի ճիրաններում կյանքի ու մահվան կռիվ տված Նոտրդամն էր։ Մոլորակը աջակցություն էր հայտնում Ֆրանսիային ծանր շրջանում։ Հազարավոր ռեպորտաժներ ու հոդվածներ վերհիշում էին տաճարի դարերի պատմությունը։ Նապոլեոնն ու Ժոզեֆինան այստեղ են ամուսնացել։ Ժաննա դարկի արդարացման որոշումը այստեղ է կայացվել։ Ահռելի հրդեհը նույնպես գրվեց պատմության մեջ, կվերականգնեն, բայց կթողնեն մի փոքր հետք, որ հետո սերունդները տեսնեն ու իմանան 2019-ի ապրիլի 15-ի մասին։ Լավ կլիներ, որ ոչ միայն տեխնիկական նույնությամբ վերականգնվեր, այլև ներդրվեին կառուցման ժամանակակից մեթոդներ։ Արդեն երբ վատագույնը շրջանցել էին, Ելիսեյան պալատի պատվավոր հյուրերը մի քանի 100 հրշեջներն էին։ Նրանց պարգևատրման արարողությանը կարդում են Հյուգոյի վեպի «Տաճարի հրդեհը» նկարագրող տեսարանը, գիրքը Ֆրանսիայում կրկին բեսթսելլեր է։ Ֆրանսահայ համայնքի համար նույնպես մեծ է կորուստը։ Ամեն տարի Նոտրդամը զբոսաշրջիկներին պատմել է նաև հայոց ցեղասպանության մասին։ Գրեթե 30 տարի առաջ 1980-ական թվականներուն որոշում առնված են խնդրանք ներկայացված անշուշտ նախ Փարիզի arczepiskopոսարանին եւ անժամանակ կարդինալ Լուստիջեներ եւ շատ սիրով ընթարաճեց եւ մեզի ընձայեց բադեհությունը միշտ ամեն տարի ապրիլ 24-ի մոտ գիրագին բادرակ մատուցանելու Նոտրդամի մայրդաճարի մեջ։ Մենք շրջափելական գրգեցինք ամեն մեր եկեղեցիներուն, քահանաներուն 26 ծուխեր, որ մենք ունենք, եւ մենք ար մեր փոքր ինչ ներդրումը կրենք, տրամահավաք կանենք, որպես հայ ժողովուրդ։ Ապրիլի 22-ին Փարիզի Լիբանանյան Մարոնիտ եկեղեցում կողոքեքոչեն մեծ Եղեռնի զոհերի հիշատակն ու կահոթեն Նոտրդամի վերականգնման համար։ Հասմիկ Առաքելյան, Նարեկ Թադևոսյան, Նարեկ Ոսկանյան, լուրեր, Փարիզ, Երևան։